100 տարով վարձակալել, ինչ է նշանակում։ Նախջիվանն էլ 100 տարով տվեցին նվիրատվություն 1000 տարով։ Ինչ կստացվի։ Ինչ կստացվի։ 100 տարում եթե նրանք կառույց կառուցեն այնտեղ, ու Ամերիկայի փոխարեն թուրքը նստի այնտեղ որպես հսկիչ ու կառավարող։ Ինչ է սպասվում հայ ազգին։ Ես չգիտեմ այս ազգը քնել է, թե ինչ է, որ այսպիսի գործողություններ են կատարվում այստեղ։ Ոչ լավն է ջոկում, ոչ վատը։ Չգիտենք ինչ կլինի։ Ոչ մեկս։ Էլի ասում ենք Տեր Աստված դու ես մեր Տերը։ Ոչ մի խաղաղություն չի լինի նման ձևով։ Խաղաղություն չեն մուրում, վաստակում են։ Իսկ եթե ձեր հարևանը մի անգամ ձեր ցանկապատը էլի արանքի մի քիչ դեպի իրեն հողը մեծացնի, հաջորդ օրը բերի այդ հողում մի մեղու դնի, հա, փեթակ դնի, ոչ մի բան չասեք։ Ինչ պիտի ասի։ Նախ ամեն մի արարքին պետք է արձագանք լիներ, որպեսզի այդպես չհոխորտար։ Ինչ է նշանակում ծիծաղում էին վրան, չեն ծիծաղում։ Պետական օրենքով նախատեսված հանդիմանություն են կոչում, թե ինչ են կոչում, ներկայացնում են ասում ով ես, ոչ թե գնում մեջքը գուզ ծռում ու ասում ինչ ասես օրենք է, ես չեմ հասկանում, սթափ վիճակում է այդ որոշումը կայացվել։ Ու հետո նոր երկու սահմանագիծ են անցել, այստեղ նոր կառավարվող ինչ որ պոստերել են վերցրել, մեր ժողովուրդն է ասում այստեղ, մեկը այստեղ, մեկ։ Պատերազմից հետո, հա, այս դեպքերից հետո, որ արդեն եկել են սարերին նստել, երկուսն էլ են վերցրել, ավելի մոտեցել գյուղին, ավելի հարմար տեղ են ընտրել։ Չեմ հասկանում, երբ պիտի այսքանը դադարի, մինչև երբ պիտի մենք սպասենք, որ թուրքը գա, մեր տանը ասի դուրս եք, ես եմ նստում։ Մեր տունն է, մեր հողն է։ Եկել է ասել հաշտ խաղաղ զինվորներ դուրս եկեք։ Սա մերն է։ Ինչ են բերել։ Քարտեզ։ Քարտեզով սա մերն է, դուրս եկեք։ Բայց որ պետական այրը եկավ չափի սահմանը գծի, ասի սա է սոտքը, սա է քարվաճառը, որ տվել ենք։ Աղջիկս քարվաճառում էր ապրում։ Ասում են այնտեղ ոչ մի բան էլ չկար։ Ոչ մի։ Մեզ պարզապես ստիպեցին, որ դուրս գանք։ Ես Լևոն Պետրոսյանի ժամանակ նայում էի, ասում էի, ով է որ մի խոսք է ասում ու թռչում հետևում կանգնում։ Հետևում թաքնում, սա ով է, հետո իմացա անուն ազգանունը ու ինչ ասեմ, անկայուն մտքերի ու պահվածքի ուղղակի տեսակից ես զարմացա։ Իսկ հետո երբ հենց ինքը ղեկավարեց, թող հեղափոխություն լիներ, բայց լիներ արժանավոր ղեկավար։ Ես հեղափոխությանը, բայց դա հեղափոխություն էլ չէր, հեղաշրջում էր։ Ոնց կարող է ծնկիդ դրած հրաման ստորագրես։ Հասարակության մեջ առաջին պահից հենց չէ, ես չեմ ընտրել։ Եվ ընդհանրապես մենք։ Ես չեմ կարող անուն ասել։ Առաջին հերթին հայրենասեր։ Երկրորդը նվիրյալ, ինքնազոհ, այսպես եմ ասում ես։ Ղեկավարը, նոր ղեկավարը ինքնազոհ պիտի լինի, թե չէ ուրիշը չի կարող այստեղ ղեկավարել։ Չի լինի։ Նախ պիտի մտածի, որ ինքը նվիրումով պիտի աշխատի, ազնիվ ու արդար, որպեսզի հավատ ստեղծի։ Մեր ժողովուրդը հավատն է կորցրել, այս դրա համար էլ էսպես ենք։ Հավատ ստեղծի իր անձի առաջին հերթին, մենք անձերով ենք ղեկավարվում։ Անձի, հետո իր կառավարման ձևի, դրա համար նպատակի, ծրագրի շուրջ հավատ ստեղծի հետո աշխատի։ Անծրագիր նույնիսկ տունը չկառավարվում։ Դեռ Լևոն Լամբարյանի մասին է ինչ է ասում, իր տունը կառավարել չգիտի, կոլտնտեսությունը ոնց է կառավարելու, հիմա որ մարդ իր տունը կառավարել չիմանա, կարող է պետություն կառավարել։ Բարին ընձես եւ մեր ազգին հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի, հուսանք։ Մենակ Աստծուն դիմենք։